Սիրելի հայրենակիցներ, բարի երեկո։ Մենք գտնվում ենք հիմա ու եթերում եւ ուզում ենք ամփոփել այսօրվա իրադարձությունները։ Գիտեք, որ օրը շատ ակտիվ է եղել, բայց մինչեւ որ սկսենք բուն թեմայից զրուցել, կխնդրեմ մի հատ միասին ստուգենք, թե ինչ ունենք ձայնը ունենք, թե ոչ, ամեն ինչ նորմալ է եւ սկսենք խոսել։ Հիմա որ մեկնաբանությունների բաժնում դուք ասեք, ես արդեն կանցնեմ մեր բուն գործին։ Նաեւ հիշում եմ ժամանակին, երբ որ նոր էր Facebook-յան լայվերը դուրս եկել, ասում ենք, մտնում ենք եթեր, ասում ենք, սպասենք ժողովուրդը հավաքվի։ Նաեւ այդ տարբերակն էլ կա, չէ՞ որ սպասենք ժողովուրդը հավաքվի։ Հիմա մի հատ տեսնենք ձայնագրությունը նորմալ ընթանում է ժողովուրդ, արձագանքեք։ Որքանը որ հասկանում եմ, գրում են որ նորմալ է, ուրեմն կարող եմ խոսել։ Սիրելի հայրենակիցներ, այսօր դուք գիտեք, որ մենք ունեցանք, չգիտեմ ինչ է, Սիրին միանում աստեղ, Սիրին անջատեցինք։ Ուրեմն շատ արագ ամփոփեմ այսօր ցերեկը այն խոսակցությունը, որ մենք ունեցել ենք, որ նրանք, ովքեր որ չեն դիտել, էլ չգնան դիտեն, միանգամից այս տեսանյութի մեջ լինի։ Ուրեմն դուք գիտեք, որ շուրջ 3 ամիս է Հայաստանի Հանրապետությունում եռում է խորհրդարանական ճանապարհով, պարլամենտական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով անվստահության process սկսելու թեման եւ քննարկումներ են ընթանում, խորհրդարանի երկու խմբակցությունները անդադար այս թեմայով հայտարարություններ են արել եւ սակայն ուզում եմ իրավիճակը ներկայացնել, որ պատիվ ունեմ խմբակցությունը որպես ընդդիմադիր խմբակցություն կորցրել է մեկ падգամավոր Իշխան Զաքարյանը, ով չի միանում, իսկ Հայաստան խմբակցությունը կորցրել է եւս մեկ падգամավոր Գեգամ Նազարյանը, ով նույնպես ասել է, որ չի միանա։ Եվ այս ամեն ինչը ինչու եմ ասում, որովհետև այդ երկու ձայները կարևոր են, երկու ձայն է անհրաժեշտ, որպեսզի կարողանան խորհրդարանում սկսել process 36 ստորագրությամբ հարցը մտցնել օրակարգ։ Իսկ հարցը երբ որ մտնում է օրակարգ, այսինքն դիմումը ներկայացվում է 48 ժամվա ընթացքում, այնտեղ կանոնակարգը հստակ սահմանում է, պետք է ազգային ժողովի նախագահը հատուկ նիստ հրավիրի եւ հատուկ նիստի շրջանակներում արդեն սկսվի իմպիչմենտի գործընթաց։ Ինչ հաշակում իմպիչմենտի գործընթաց։ Պարլամենտական երկրին հարիր գործընթաց է դա, որ խորհրդարանական ընթացակարգերով վարչապետին անվստահություն է հայտնվում եւ եթե դա տեղի ունենում, ամբողջ կառավարությունը այլևս համարվում է ցրված։ Սա ժողովրդավարական process է, մեր սահմանադրությամբ նախատեսված, սակայն Հայաստանի Հանրապետությունում երբևէ այս process-ը չի կիրառվել։ Ուրեմն այս process-ի համար եղել են բազմաթիվ քննարկումներ։ Ինչ է տեղի ունեցել։ Օրինակ, երբ որ այս process-ի վերաբերյալ սկսվեց արշավ, ուրեմն պատիվ ունեմ խմբակցությունը հրապարակեց 6 падգամավորների ստորագրությունները, հայտարարելով, որ ի պատասխան ՀՀ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավորներին ուղղված նամակների վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Այսինքն ամենահավանական ճանապարհը սա է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարթացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Արձանագրում ենք, չունեն վարչապետի թեկնածու։ Հաջորդ կետը։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանների քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Սա պատիվ ունեմի հայտարարությունն է։ Դրանից հետո գալիս է երկրորդ ամենամեծ խոշոր ընդդիմադիր խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը, որ հայտարարում է, որ Հայաստան խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը տրամադրելու մեր բոլոր 28 падգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 падգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Նորմալ հայտարարություն է։ Եվ ինչա դուք զգաց, այսինքն պատիվ ունեմ ունի 6 ձայն, 6 ստորագրություն ունի, բայց երկուսը անհրաժեշտ է, որ 8 ունենա, չունի։ Եվ այն մյուսներն էլ ասում են, դե որ դուք 8 չունեք, հենց 8 ունենաք, մենք մեր 28-ը կտանք։ Եվ այս
բանի մեջ էս շախմատային լեզվով ասած պատային իրավիճակում տենց կանգնած են, տեխնացու չկա, ոչ մի տեխնացու չկա, եւ process չկա, ոչ մի բան չկա։ Սակայն ունենք իրավիճակի փոփոխություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից կան դուրս եկած երկու падգամավորներ, պարոն Հովիկ Աղազարյանը եւ պարոն Հակոբ Ասլանյանը։ Նրանք դիմել են ինձ, այսօր ես արդեն ներկայացրել եմ եւ առաջարկել են, որ իրենք հայտարարել են, այսինքն մինչեւ այդ, որ իրենք սկսելու են impeachment-ի գործընթաց, սա լրիվ նոր բան է, այն իմաստով, որ այսինքն կա երկու ստորագրություն, որը պատրաստ է այս process-ը սկսել, խիզախություն ունի բավարար այդ process-ը սկսելու եւ սկսում է process-ը։ Եվ ես տալիս եմ իմ համաձայնությունը։ Մարդիկ հայտարարում են, իրենց կուսակցության վարչության նիստում հարցը քննարկվում է, հայտարարում են, որ մենք սկսում ենք process-ը։ Այսինքն կա այլևս երկու ստորագրություն, այս դեպքում այն 6-ը դարձավ 8, եւ 28-ն էլ ասում է հենց 8 լինի, մենք 28-ը կտանք։ Եվ որը ամենակարևորն է, կա վարչապետի տեխնացու, որը շատ կարևոր է, որ ունի թղթեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունում ինչքան վարչապետի տեխնացու է, ինչ այսօր թղթեր չի ունեցել։ Վերջինը օրինակ Բագրատ Սերբազանը պարզվեց կանադայի քաղաքացի եւ չէր կարող առաջադրվել։ Նաեւ կանադայի քաղաքացի, այսինքն էլի։ Եվ ինչա տեղի ունենում, հայտարարությունը լինում է, ես ու եթերում զանգարում եմ պարոն Սերան Օհանյանին, պարոն Հայկ Մամիջանյանին, հետո Մամիջանյանը ինձ հետ է զանգում եւ մինչեւ այս պահը ես սպասում եմ, որ հանդիպում լինի խմբակցությունների հետ։ Հանդիպումը, գիտեք, կարևոր է ես կարծում եմ, բայց այս հայտարարությունները այն մասին են, որ իրենք նախապայմանները չունեն, ասենք չեն կարող ասել վարչապետի ձեր տեխնացուն օրինակ ճաղատ է, մենք չենք ուզում ընտրենք, չենք ուզում կստորագրենք նրա համար։ Ոչ մի բան չեն կարող ասել, որտեղ ասեն մենք չունենք տեխնացու եւ վարչապետի ամստահության համար պատրաստ ենք տալ ստորագրություններ, ով որ նախաձեռնի եւ մենք չենք նախաձեռնում։ Եվ կան նախաձեռնողները են։ Մեկ էլ օրվա ընթացքում այդ հայտարարությունից հետո ես սպասում եմ, որ այդ հանդիպումը տեղի ունենա, նորից եմ ասում, մինչեւ այս պահը չի եղել որևէ արձագանք չկա, որ արձագանքային ասեին, որ օրինակ եկեք հանդիպման, հուսով եմ վաղը կլինի, որտեղ պարոն Մամիջանյանը հետ զանգարեց, ասաց, որ քննարկենք, ասենք շատ լավ։ Եվ մեկ էլ տեսնում եմ, որ կուսակցության հայտարարություն կա մի հատ, ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարում է, որ իրենք մտահոգված են, որ Էդմոն Մարուկյանն է տեխնացուն, եւ իրենք առաջարկում են անկախ տեխնացու իրենց ղեկավարին Վահան Բաբայանին։ Եվ ասում եմ մենք առաջադրում ենք Վահան Բաբայանին։ Մեկ էլ տեսնում եմ մամուլում, շատ հետաքրքիր բան է, մամուլում սկսում են լուսաբանել, որ կա վարչապետի երկու տեխնացու։ Ուրեմն ուշադիր լսեք սիրելի հայրենակիցներ։ Մամուլի որ միջոցը, ով որ որևէ մեկը, որ կասի որ կա վարչապետի երկու տեխնացու, իմացեք որ դա սուտ է, կեղծիք է, խաբեություն է։ Ինչու՞։ Որովհետև վարչապետի մեկ տեխնացու է առաջադրվել։ Դե չէ, տենց ամեն մեկը կարան ինչ որ կուսակցություններում հավաքվեն, ասեն մենք էլ ենք առաջադրում, բայց որևէ падգամավոր չի գրել եւ ասել, որ մենք այս տեխնացուին առաջադրում ենք։ Հետեւաբար դա կեղծիք է, եւ ինչու է սա կարեւոր, որովհետեւ այս process-ը սկսվում է մեր հայտարարությունից հետո։ Այսինքն մինչև մեզ չկա տեխնացու, չկա նախաձեռ, ոչ մի բան չկա, ոչ մի բան չի։ Ասում են ուզում ենք շատ կարևոր է, impeachment պետք է լինի, impeachment, ամեն երկրորդ բառը impeachment է բան, Էդգար Ղազարյանն է գնում պարլամենտում փորձում ընդունելություն գտնել տարբեր падգամավորների մոտ, այդ հարցը շատ սուր դնում է, չկա թե ոչ մի բան չկա։ Հենց մենք առաջադրում անում ենք, մեկը հայտնում է, որ հեսա կա մի հատ տեխնացու, ուրեմն չկա տեխնացու։ Սա ուղղակի մամուլի միջոցների համար, որ չխաբվեք, չկա տեխնացու, կա մեկ տեխնացու, որտեղ որևէ падգամավոր չի առաջադրել։ Եվ մյուս կարևոր հանգամանք։ Ես սրա մեջ նկատում եմ process-ը վիժեցնելու համար քայլ, ինչու՞։ Որովհետև պարոն Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը падգամավորները, այս երկու падգամավորները հայտարարել են, որ իրենք որևէ կերպ չեն միանա, բոլոր հարցերում հայտարարում են, ԱԺ երկու խմբակցությունների կողմից առաջադրած որևէ տեխնացու։ Հիմա եթե պլանը նա է, որ հիմա այս post factum, այսինքն իմ առաջադրումից հետո իրանք էլ մարդ առաջադրեն, ու ասեն, տեսեք, դե մենք առաջադրենք ավելի շատ ստորագրություն ունենք, ես հիմա ամենայն անկեղծությամբ եմ ասում, չի կարելի սուտ խոսալ, էլի սիրելի հայրենակիցներ։ Դա նշանակում է process-ը վիժեցնել, որ տեղի չունենա impeachment-ի գործընթաց։ Ինչու՞։ Որովհետև իրենք չունեն բավարար ստորագրություններ, այդ երկու ստորագրությունը, որ հիմա կա, որ պատրաստ են եւ
հայտարարել են եւ առաջադրում են արել, ուրիշ առաջադրում չկա, կամ մեկ տեխնացու կրկնում եմ, նշանակում որ այդ երկու ծրագրությունները չեն միանա եւ process-ը կվիժեցվի։ Այդքան բան, այսինքն եթե դուք ուզում եք, ովքեր որ հանկարծ ուզում են ուրիշ բան քայլ անեն այստեղ, այսինքն մինչև մի առանց նախապայմանների, տեխնացու չունենք, պատրաստ ենք աջակցել, միայն թե լինի impeachment, բան, ցած գրել են, մեկը հետո հիշել են որ բանա։ Հանկարծ եթե նման process եղավ, ես ասում եմ ձեզ, ամենայն անկեղծությամբ, բաց։ Դա նշանակում է վիժեցնել Նիկոլ Փաշինյանի անվստահության process-ը։ Հետո թող որևէ մեկը պատասխանատվությունից չխուսափի դրա համար։ Ես հույս ունեմ, որ հանդիպումը վաղը տեղի կունենա, հանդիպումները, եւ խոսենք այս հարցերի շուրջ նաեւ, որտեղ ոչ պատիվ ունեմ խմբակցության падգամավորները, ոչ Հայաստան խմբակցության падգամավորները որևէ մեկին չեն առաջադրել, այդ թվում այս մտահոգված կուսակցության մտահոգված ներկայացուցիչին։ Չի կարելի, պետք է մերժել կեղծիքը, էլի։ Կեղծիքը պետք է ինչը սուտա, կեղծիքա։ Ինչպես կարելի է կեղծիք ներկայացնել։ Հիմա process-ի վերաբերյալ, ցելի հայրենակիցներ, մարդիկ հարցեր են տալիս, բայց ինչու Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն են առաջադրում արել։ Որովհետեւ մինչեւ իրենց որևէ այլ падգամավորներ չեն փորձել նման բան անել։ Հասկացաք։ Արդյոք պետք է որ ֆրակցիա առաջադրի, ոչ։ Падգամավորները կարող են սկսել process, մինչև հավաքվի 36 ստորագրություն։ Քանի որ արդեն 28+6 ստորագրությունների վերաբերյալ կային հայտարարություններ, որոնց նախապայմանների մենք պատրաստ ենք դա անենք, Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը քայլ են արել։ Բայց այդ քայլը մինչև անելը երկար ժամանակ է տևել, ժամանակը հոսում էր, ոչ ոք ոչ մի քայլ չէր անում, ոչ ոք ոչ մի բան չէր անում։ Ուզում եք մի բան փոխվի։ Պետք է գնանք այս ճանապարհով։ Նա հայտարարություններում գրել են, սա միակ ճանապարհն է, սա շատ կարևոր է եւ այլն եւ այլն։ Ուրիշ ինչ ոնց բացատրենք, ինչ ասենք։ Կեղծիքներ մի արեք, չի կարելի նման բաներ անել, անկեղծ բաց խոսում ենք հրապարակային process-ը։ Կամ այս process-ը անում ենք, կամ այս process-ը վիժեցվելու է, եւ մենք տեսնելու ենք ովքեր վիժեցրեցին։ Շատ ակնհայտ, շատ բաց։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Եվ ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աղազարյանին եւ պարոն Ասլանյանին այն խիզախության համար, որ նրանք դրսևորել են։ Որովհետեւ 4 տարի է այս պարլամենտը գործում է, անցյալ տարի մայիս ամսից Բագրատ Սրբազանի այդ Սրբազան շարժման ժամանակ է թեման բացվել, որ պետք է impeachment անել եւ այլն, այդքան ժողովուրդը փողոցում է գործընթացը չի սկսել, ոչ ոք։ Այն ժամանակ դե Հովիկ Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը չեն եղել ֆրակցիայից դուրս падգամավորներ, անկախ падգամավորներ, հիմա կան։ Այսինքն մենք ունենք իրավիճակի փոփոխություն ու հնարավորություն process-ը սկսելու։ Հիմա կամ process-ը սկսում ենք, կամ էլ ժողովուրդը ուղղակի դիտում է, տեսնում է, թե ինչու չի այն սկսվում եւ ինչ է տեղի ունենում։ Հետո չասեք, վայ, նվաստանում ենք, Ալբանիայում նվաստացանք, չգիտեմ որտեղ ենք նվաստանում, չգիտեմ ինչ ա լինում։ Էսա ճանապարհը սա է։ Եվ ես ուզում եմ նաև դիմել արտախորհրդարանական քաղաքական ուժերին։ Բնականաբար ուժեր կան, ում հետ ես շփումներ ունեցել եմ եւ վաղը կփորձեմ զանգել, այսօր ամբողջ օրը երկու խմբակցությունների հետ էր կապված, սպասում էի, որ ինչ որ պայի կարող ժամ ասեն, այդ ժամին հանդիպենք, վաղն էլ պետք է սպասեմ բնականաբար, բայց ես կսկսեմ նաև կապվել արտախորհրդարանական ուժերի մեր գործընկերներին։ Շատ կարևոր է, որ արտախորհրդարանական ուժերը նույնպես իրենց աջակցության process-ի վերաբերյալ դիրքորոշում արտահայտեն։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, երկրում իրավիճակներ կան, որ պետք է դիրքորոշում ունենալ։ Դիրքորոշումը արտահայտել։ Կողմ ես, դեմ ես, ձեռնպահ չի ոչնչում, ձեռնպահ չկա։ Առարկություն ունես, վերապահումներ ունես, ինչ ասելիք ունես։ Որովհետև մենք տեսնում ենք իրավիճակներ, որ process-ներ են լինում, հա, ձեն, ձուն, հանող չկա, բան չկա, բան ցենց սաղ սուսուփուս, բան չկա։ Մեկ էլ ինչ որ process-ները սաղ վերջանում են, սկսում են մարդիկ դուրս գալ էլի բաներ խոսալ։ Բաներ խոսալու ժամանակը այսինքն ժամանակներում են։ Այսինքն կարևոր իրադարձությունների ժամանակն է, որ պետք է այդ ժամանակ ինչ որ բան խոսալ, աջակցել, ինչ որ բան անել, խորհուրդ տալ, խրատ տալ։ Եվ մենք ամեն ինչի կարիք էլ բնականաբար ունենք։
Ես կոչ եմ անում արտախորհրդարանական բոլոր ուժերի իմ գործընկերներին կապ հաստատել, մենք էլ կփորձենք կապ հաստատել, բայց այստեղ իմ ու քո անելու ժամանակը չի, բացարձակապես կապ հաստատել, խոսենք, քննարկենք, տեսնենք ուրիշ ինչ հնարավորություններ կան, յուրաքանչյուրս ում վրա ինչ ձևով որքան ազդեցություն ունենք, մեր ազդեցությունները օգտագործենք եւ կարողանանք հարցը հասցնել ազգային ժողով։ Խորհրդարանական process-ի համատեքստում նաև պետք է ասեմ ձեզ, որ այս process-ը ենթադրում է, սիրելի հայրենակիցներ, հստակ ազգային ժողովի կանոնակարգով գործընթաց։ Այդ գործընթացը սահմանադրությամբ ամբողջությամբ կարգավորված է։ Այսինքն պատկերացնենք 36 ստորագրությունը հավաքվեց, որը ես նկարագրեցի, որ ակնհայտ կա հայտարարություններով գոնե։ Հարցը ասավ խորհրդարան, չէ՞։ Ինչա տեղի ունենում։ Հիմա ուզում եմ այդ մասը ազգային ժողովի կանոնակարգ օրենքից ձեր համար ընթերցել։ Ուրեմն գործընթացը մեկնարկում է հետևյալ կերպ։ Հարցն ազգային ժողովում սկսում է քննարկել, այսինքն ազգային ժողովի նախագահի ներկայացվելուց ոչ շուտ քան 48 եւ ոչ ուշ քան 50 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։ Իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում իրավունքի ուժով գումարվող ազգային ժողովի հատուկ նիստում։ Այսինքն ինչա տեղի ունենում։ Հենց դիմումը մուտք արինք, եթե հերթական նիստ կա, այս հարցը գալիս է առաջին պլան, եթե չկա հերթական նիստ, իրավունքի ուժով նիստը գումարվում է։ Սա ինձ փախուստ չկա, գոյություն չունի։ Եվ էլի ասեմ, չի եղել Հայաստանի պատմության մեջ այսպիսի process, որը մենք հիմա սկսել ենք։ Որից հետո հարցն ազգային ժողովում քննարկվում է հետևյալ կերպ։ Մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը, ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծը եւ նոր վարչապետի թեկնածուին։ Քանի որ Հովիկ Աղազյանն եւ Հակոբ Ասլանյանն են նախաձեռնել, այսինքն նրանցից որևէ մեկը պետք է հանդես գա ելույթով եւ ներկայացնի վարչապետի թեկնածուին։ Որից հետո ձայնը տրվելու է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով 1 ժամ տևողությամբ կարող է ելույթ ունենալ, այսինքն ասել, որ ինչու եք ինձ անվստահություն հայտնում կամ չգիտեմ ինչ ասել, ինչ որ կասի։ Որից հետո ձայնը տրվում է վարչապետի ներկայացված թեկնածուին, այսինքն ինձ։ Ես ունեմ եւ նույնպես 1 ժամ ժամանակ ներկայացնելու մոտեցումները, թե ինչու պետք է անվստահության համար քվեարկեն падգամավորները եւ ինչ է սպասվում։ Որից հետո տեղի է ունենում հարց ու պատասխան, մտքերի փոխանակություն եւ մինչեւ 15 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը, այսինքն անվստահության հարցը ներկայացնողը։ Վարչապետին եւ նոր վարչապետի թեկնածուին եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ 30-ական րոպե, այսինքն վերջում բոլորը ելույթներ ունենում, վարչապետը եւ վարչապետի թեկնածուն նոր 30 րոպե յուրաքանչյուրը ելույթի հնարավորություն ունեն, նորից ելույթներ ունենում։ Եվ հարցը դրվում է քվեարկության եւ քվեարկությունը ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ է։ Այս ամբողջ գործընթացն է, սիրելի հայրենակիցներ, եւ կարիք կա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների աջակցության։ Սա մեր ժողովրդավարության փորձաքարն է նաեւ։ Սա նաեւ հետաքրքիր, չեմ ուզում այդ բառերը օգտագործեմ, ախր այդ բան լյուստրացիա է, չգիտեմ ինչ է, բայց սա մեկ փորձություն է ընդդիմադիր դաշտում խոսացող բոլոր մարդկանց համար, որ պարզ օրը ցերեկով process-ով շատ է երևացող, թե ով ինչ է մտածում եւ ով ինչ է անում։ Սա է իրավիճակը, սա այն է ինչ որ մենք ունենք։ Ես ուղղակի նաեւ պետք է այսօր նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ են կապվել մեզ հետ, նամակներ են գրում, զանգահարում են, իրենց աջակցությունն են արտահայտում, նաեւ Թուրքիից, շատ շնորհակալ ենք դրա համար։ Եվ բոլորին կոչ եմ անելու, որ սպասեն այդ օրվան, եւ այդ օրը մենք կոչ կանենք նաեւ թե որտեղ հավաքվել, ենթադրում եմ, որ խորհրդարանի մոտ, բայց թող օրը գա բարին հետը, որտեվ չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել, առաջին քայլը որ պետք է անել,
դա փաստաթղթի վրա ունենալ 36 ստորագրություն այս գործընթացի համար։ Այս գործընթացից ուղղակի փախուստ խուսափելու ձև ուղղակի չկա տարբերակ։ Այսքանը ուզում եմ խնդրել, որ բոլորդ տարածեք, միանաք մեր YouTube-ի, Facebook-ի, Telegram-յան, Instagram-ի, TikTok-ի ալիքներին, որտեղ այդ ալիքներով են լուսաբանվում այս ամբողջ process-ը։ Եվ եթե ինչ-որ հարցեր մտահոգություններ ունեք, կարող եք այս եթերի տակ YouTube-ում, Facebook-ում եւ մնացած մեր հարթակներում արտահայտվել, կիսվել ձեր կարծիքով, խորհուրդներ տալ եւ նաեւ ձեր падգամավորներին, ում որ քվեարկել եք 21 թվականի ընտրությունների ժամանակ եւ հիմա նրանք ընդդիմադիր խմբակցությունների մեջ են, կարող եք նաեւ նույնպես նրանց դիմել եւ հորդորել, որ արագացնեն այս հայտարարությունները արդեն տեսեք մայիսի 2-ին է Հայաստան խմբակցությունը հայտարարել, որ կմիանա, բավականին ժամանակ է անցել, այսինքն process կա եւ սպասում են, որ միանան։ Նույնը պատիվ ունեմ խմբակցությունը։ Շնորհակալ եմ սիրելի հայրենակիցների ուշադրության համար, խնդրում եմ կրկին տարածել, լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Բարի գիշեր։